Բարև օրվա նորությունները ներկայացնում Հորիզոն լրատվականը ապրիլի 3-ն է 5-շաբթի։ Վարչապետ Փաշինյանը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ։ Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնությունը։ Փաշինյանն ընդգծել է կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Գրոնոն կարևորել է համաձայնագրի ստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանը։ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով։ Ներկայացնենք Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուղերձը։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ, այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են, հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը, հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։ Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը եւ նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։ Ցանկանում եմ ձեզ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա եւ հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին խաղաղություն եւ բարգավաճում։ Հետընտրական անորոշությունը Գյումրիում պահպանվում է, ով կդառնա Գյումրիի քաղաքապետ, այս հարցն է շրջում քաղաքում, որի շուրջ հավանական ու անհավանական սցենարներ են շրջանառվում։ Քվեարկության արդյունքներով մանդատների բաշխման իրավիճակն է ասում, որ երբ իշխող քաղաքական ուժին չհաջողվեց կազմել մեծամասնություն, փոխարենը ձայների 50 գումարած 1 արդյունքն ունեցավ ընդդիմությունը, ուրեմն պետք է համատեղել ուժերը, որպեսզի հնարավոր լինի ընտրել քաղաքապետ։ Ամեն դեպքում հանգուցալուծման որևէ տարբերակ կգտնվի ապրիլի 16-ին կայանալիք ավագանու առաջին նիստում, իսկ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն։ Հեռանկարի տաղավարում մեկնաբանություններ է տվել սահմանադրագետ, պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանը։ Լսենք զրույցից մի հատված։ Որոշման համար անպայման չէ, որ կոալիցիոն փաստաթուղթ կազմվի, հուշագիր կնքվի, ընդ որում նշենք այդ մեկ ուժը դաշինքի տեսքով է հանդես գալիս եւ հավանական է, որ դաշինքի մեջ մտած մեկ այլ ուժ է իր երկու ավագանու անդամների ձայները բաշխի։ Հիմա ըստ էության գնդակը արդեն իրավական տիրույթից վերացարկվել է, քաղաքական որոշման տիրույթում է եւ բոլորս միահամուռ կերպ սպասում ենք որոշմանը, բայց պետք է ընդգծենք, որ եթե նախնական արդյունքները հրապարակված փոփոխության չենթարկվեն, մոտակա ապրիլի 16-ին նոր կայանալու է ավագանու առաջին նիստը եւ ապրիլի 16-ը այն վերջնաժամկետն է, որի ընթացքում կարող են որոշումները փոփոխության ենթարկվել, ուստի պետք է հետևենք այս ընթացքին։ Իրավական տիրույթում, եթե ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որ Մարտու Գրիգորյանը չմիանա Վարդան Ղուկասյանին, ինչ կստացվի։ Ընթացակարգը հետևյալն է, ըստ մեր օրենսդրության, հետևյալ պրոցես է տեղի ունենալու։ Ապրիլի 16-ին հրավիրվում է անդրանիկ նիստը, նիստի ընթացքում պետք է ընտրվի համայնքի ղեկավարը։ Համայնքի ղեկավար ընտրվում է, ներկայացում են թեկնածուները եւ ընտրված է համարվում առավելագույն կողմձայն 50+ կողմձայն ստացած թեկնածուն, այսինքն եթե առաջնորդվում են կանխավարկած, որ ավագանին հստակ ունի 33 մանդատ, պետք է առնվազն 17 ավագանի կողմ քվեարկի 1 թեկնածուի։ Եթե դիտարկում ենք իրավիճակը, որ առաջին նիստին չի ընտրվում որևէ թեկնածու, բացարձակ մեծամասնությամբ, հրավիրվում է երկրորդ փուլ։ Երկրորդ փուլին ընտրված է համարվում այն թեկնածուն, որն առավելագույն կողմ ձայներ է ստանում։ Այստեղ բավականին ապատեղեկատվության տեղիք տվեց այն համոզմունքը, որ եթե առաջի փուլում չի ընտրվում ընդդիմության թեկնածուն, ապա երկրորդ փուլով անմիջապես իշխող
ուժի տեխնացուն կընտրվի, սակայն այստեղ էլ մի բայց կա, ու գոյություն ունի ավականու նիստերի իրավազորության հարց։ Ավականու նիստը պետք է կարող է կայանալ, այն դեպքում, երբ քվորում կա, իսկ այդ քվորումի համար կրկին անհրաժեշտ է առնվազն կեսից ավելի 17 ավականու անդամների ներկայությունը նիստին։ Հետևաբար հետևյալ սցենարն է առկա, եթե որևէ միասնական տեխնացու չի լինում, հնարավոր է նաև, որ ընդդիմությունը չապահովի իրավազորությունը նիստերի եւ այդ երկրորդ փուլին չհասնի իրավիճակը, սակայն եթե 2 շաբաթվա ընթացքում անդրանիկ նիստից հետո չի հրավիրվում ավականու նիստը, 2 շաբաթյա ժամկետը սպառվելուց հետո վաղաժամ դադարեցվում են ավականու լիազորությունները եւ նշանակվում է արտահերթ ընտրություն։ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը եւ Քուվեյթը թույլ չեն տա, որ իրենց տարածքներն, այդ թվում օդային, օգտագործվեն Միացյալ Նահանգների ռազմական ինքնաթիռների կողմից Իրանի վրա հարձակվելու համար։ Իրանական մեր լրատվական գործակալության հաղորդմամբ Պարսից ծոցի երկրները նման հայտարարությամբ հանդես են եկել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը։ Միացյալ Նահանգների նախագահը նաև տնտեսության ոլորտում է պատրաստվում պատերազմի։ Միջազգային ուշագրավ լուրերը ներկայացնենք տեսաշարով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային պատերազմ է սկսում աշխարհի հետ, ավելի քան 2 ամիս նախապատրաստվելով իր երկրորդ նախագահական ժամկետի գլխավոր իրադարձությանը։ Սպիտակ տան Վարդերի այգում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփը ապրիլի 2-ը հռչակել է որպես Ամերիկայի ազատագրման օր։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում մտցնում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր։ ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով։ Իդեպ 185 երկրների ցանկում չկա Ռուսաստանը։ Սա ամերիկյան պատմության ամենակարևոր օրերից մեկն է, սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիրն է։ Մենք Ամերիկան դարձյալ կդարձնենք մեծ ու հարուստ։ Մեր երկիրը 50 տարուց ավելի է, ինչ խեղդված է, դա այլևս չի կրկնվի։ Ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքերի սահմանման հետևանքով Միացյալ Նահանգներում ստեղծված տնտեսական իրավիճակի եւ առևտրային բալանսի դեֆիցիտի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթում։ Այսօր Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ արտաքին առևտրային եւ տնտեսական քաղաքականությունը ստեղծել է ազգային արտակարգ իրավիճակ եւ նրա հրամանով պատասխան մաքսատուրքեր են սահմանվում ամրապնդելու Միացյալ Նահանգների միջազգային տնտեսական դիրքերը եւ պաշտպանելու ամերիկացի աշխատողներին։ Փաստաթղթում նշում է, որ մշտական առևտրային դեֆիցիտը ավերել է ԱՄՆ-ի արտադրական բազան, ոչ մի խթան չի թողել արտադրական կարողությունները ընդլայնելու համար, խաթարել է մատակարարման կարևոր շղթաները եւ թողել ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրը կախված արտաքին հակառակորդներից։ Իդեպ ԱՄՆ նախագահը ներմուծումների 10% մաքսատուրք է սահմանել նաեւ Հայաստանի համար։ Թրամփը հրապարակել է մաքսատուրքերի ցանկում ընդգրկված երկրները։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը արձագանքելով Թրամփի սահմանած մաքսատուրքերին տեսակետ է հայտնել, որ Հայաստանի տնտեսության որոշ առանցքային ոլորտներ կարող են էականորեն տուժել։ Հայաստանը Թրամփի առևտրային պատերազմից անմասն չմնաց, գրեթե բոլոր պետություններն ընդգրկվել են նոր մաքսատուրքերի ցուցակում։ Թրամփը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր, այսինքն մեխանիզմ, որի միջոցով Միացյալ Նահանգները մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։ Սա իհարկե նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում Միացյալ Նահանգների շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես այլումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի եւ ալկոհոլի արտահանումը։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Վաշինգտոնում է։ Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժումից ի վեր Դմիտրիևը ռուսաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Վաշինգտոն։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ռուսաստանում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների, այդ թվում Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ, ով նաև ներգրավված է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շրջբանակցություններում։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ պետքարտուղարությունը նախորդին սառեցրել է Դմիտրիևի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի նա կարողանա ԱՄՆ մուտքի վիզա ստանալ։ Թե ինչ են քննարկել Դմիտրիևը եւ Ուիթքոֆը, առայժմ չի հաղորդվում։
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ծրագրային թռիչք իրականացնելիս կործանվել է Tu-22M3 ինքնաթիռ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վթարային վայրէջք կատարելիս զոհվել է 4 հոգանոց անձնակազմի անդամներից մեկը։ Հաղորդվում է, որ նախնական տվյալներով ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբձևը Տելեգրամում պարզաբանում է, որ Tu-22M3-ը կործանվել է Բոխանսկի շրջանի Բուրետ գյուղի մոտ։ Ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ տարածքում եւ ավերածություններ չի պատճառել, հրդեհ նույնպես չի առաջացել։ Դեպքի վայր ժամանած որոնողափրկական խումբը անձնակազմի անդամներին տարհանել է օդանավակայան։ Մյանմարում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի, ավելի քան 4715 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտարարել է Մյանմարի իշխանությունը։ Ապրիլի 1-ից երկրում հայտարարվել է մեկ շաբաթյա սուկ։ Երկրաշարժից մի քանի օր անց շենքերի փլատակներում մնացածներին կենդանի գտնելու հույս գրեթե չկա։ Փրկական աշխատանքները դժվարանում են մինչև 40 աստիճան հասնող շոկ եղանակի պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է արտակարգ դրության ամենաբարձր մակարդակ երկրում հիվանդության տարածման սպառնալիքի պատճառով։ Մյանմարի իշխող ուժը հայտարարել է քաղաքացիական պատերազմի ժամանակավոր հրադադարի մասին տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Ալաղալաչյան, Հորիզոն։ Աուտիզմ ունեցող անձանց խնդիրները վերհանելով հասարակությունը կնպաստի նրանց կյանքի որակի բարելավմանը եւ բոլորս կհասկանանք, որ նրանք իրենց տարբերություններով եզակի են եւ իսկական ուժ։ Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը աուտիզմի համաշխարհային օրվա շրջանակներում իրազեկման շաբաթ է նախաձեռնել։ Մասնագետները մարզի մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում հանդիպումներ են անցկացնում, փոխում երեխաների պատկերացումներն ու ընկալումներն իրենց այն ընկերների մասին, որոնք ունեն աուտիզմ։ Իրազեկման արշավի հարկավոր բաղադրիչն է նաև տարբեր ոլորտների մասնագետների հետ քննարկումը։ Ինչ է աուտիզմը եւ ինչպես է այն ընկալում հասարակությունը։ 2008 թվականից սկսած ամեն տարի այս խնդիրներն են բարձրաձայնում մասնագետները ապրիլի 2-ը հայտարարելով աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։ Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները իրազեկման մեկ շաբաթն անցկացնում են մարզի նախակրթարաններում, դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում եւ բուհերում հանդիպումներով։ Մեր մասնագետները մտնում են դասարաններ եւ երեխաներին իրազեկում են, թե ինչ է աուտիզմը, որ աուտիզմը հիվանդություն չէ, որ աուտիզմը դա կարգավիճակ է, որով ապրում են, հենց օրինակ կարող է լինել իր ընկերը եւ իրազեկվի իմանալով ինչպես կարող է օգնել, աջակցել, տարբեր վարքերի ժամանակ ինչ ռեակցիա պետք է կարողանա տալ։ Իրազեկվածությունը կարող է փոխել աուտիզմ ունեցող երեխայի կյանքի որակն ու վարքագիծը եւ նրանք սպասում են, որ շրջապատը հասկանա իրենց։ Այն որպես նյարդային համակարգի զարգացման խանգարում ի հայտ է գալիս վաղ մանկական տարիքում եւ սովորաբար մինչեւ 1 տարեկան դառնալը։ Վաղ հայտնաբերումը կախված է նախ մանկաբույժից։ Ավելի շատ երևի թե մենք կոնկրետ եսի մասին եմ խոսում, շեշտը դնում ենք ֆիզիկական զարգացման վրա եւ շատ հաճախ բաց է թողնվում այդ փոքր տարիքում աուտիզմի գնահատումը, որը իհարկե ավելի ուշադիր պետք է լինենք մենք մանկաբույժներս եւ ավելի վաղ տարիքում ախտորոշենք, որը ելի եմ կրկնում շատ դժվար է։ Շատ կարևոր է, որ նաև զարգացումը գնահատվի, որովհետև զարգացումը գնահատվում է մի քանի ոլորտներով, ֆիզիկականից բացի, որը ակնհայտ է, տեսնում ենք, որ օրինակ երեխան չի քայլում կամ չգիտեմ, չի կարողանում վազել կամ աստիճան բարձրանալ, սոցիալականը, մտավորը եւ խոսքը գնահատելը շատ ավելի դժվար է եւ ավելի երկար ժամանակ է պահանջում ու ավելի շատ գործիքներ։ Իրազեկման շաբաթվա գործնական բաղադրիչն էր ակտիվ քննարկումը մասնագիտական տարբեր խմբերի հետ։ Այս երեխաներն ապրում են մեր աշխարհում, բայց իրենց ձևով եւ դա բացահայտել է պետք զարգացման վաղ փուլում։ Բաց թողնել աուտիզմի գնահատում ըստ մասնագետների նշանակում է նպաստել երեխայի կյանքի հետագա փուլերում զարգացման խանգարումների խորանալուն։ Այստեղ մեծ անելիք ունի նաև ծնողը, ինչքան շուտ ծնողն ընդունի ու համակերպվի այն մտքի հետ, որ իր երեխան կարիք ունի մասնագիտական միջամտության, այնքան կհեշտացնի նրա միջավայրային ինտեգրումը։
Լավ գիտեք, մեր ազգային մենտալիտետը կարծրատիպեր կան, որոնցից դերևս կան ծնողներ, որոնք չեն ձերբազատվել, իսկ մենք հնարավորինս նպաստում ենք զրույցների միջոցով, տարբեր հանդիպումների միջոցով, նմանատիպ կլոր սեղանների միջոցով մենք կարողանում ենք այդ դժվարությունը հաղթահարել, որովհետեւ ծնողի համար ավելի պարզ լինի, որ գիտենա, որ երեխայի հետ պիտի աշխատեն, որ կարողանա երեխան այդ դժվարությունը հաղթահարի։ Ես բազմաթիվ ծնողների հետ եմ շփվել, բազմաթիվ կառույցներ եմ ունեցել։ Իրենք չեն ուզում ընդունել, որ իրենց երեխան ունի աուտիզմ։ Իրանք չեն ուզել իրենց երեխային ինչ որ հաստատություն տանել, կամ ինչ որ միջոցառման տանել ընդանեկան, որտեղ իրենց երեխան ձեռքերով կօգտվի, ոչ թե սպաս։ Ցողիկ Թորոսյանը ձերբազատվել է նման կարծրատիպերից, խոստովանում է մասնագիտական աջակցության շնորհիվ է, որ 2 տարեկանից աուտիզմ ունեցող իր երեխայի կյանքի որակը հիմա շեշտակի փոխվել է։ Իր տղան արդեն 15 տարեկան է, լիարժեք հարմարվել է շրջապատին, ինտեգրվել հասարակական կյանք։ Այդ ամենին հասնելու գործում մեծ է եղել իր դերը։ Ես երբ որ մոլորված գնացել եմ բանից տեղյակ չլինելով թե ինչ է աուտիզմը, ինչ կնշանակի դա, Նայարան ինձ ասել է. «Ցողիկ վերցրու A4 ֆորմատի թղթեր, գունավոր թղթեր»։ Եվ լյովայից խնդրել դեղինը, կարմիրը, կաբույտը։ Ես հմտացել եմ, սովորեցրել եմ։ Ամեն ինչ վերցրել եմ, իրենից սովորեցրել եմ։ Ընթացքում հիմա ունեմ բարձրակարգ արդյունք։ Համընդհանուր ներառման ապահովումը նաև նախադպրոցական տարիքում աուտիզմ ունեցող շատ երեխաների հնարավորություն տվեց մասնագիտական աջակցությամբ վարքագծային որոշակի փոփոխությունների հասնել եւ հաղորդակցման խնդիրները հաղթահարած մտնել դպրոց, բայց պարզվում է դպրոցում մանկավարժները դեռ չեն հաղթահարել այն դժվարությունները, որոնք հանդիպում են աշխատանքում։ Շատ հաճախ դպրոցում մենք այդ խնդիրների առջև միշտ բախվում ենք, ծնողներն էլ են դրա մասին փաստում, որ ուսուցիչը պարզապես չգիտի ինչ պետք է անի, երբ որ օրինակ դասի ժամանակ երեխան ցուցաբերում է անցանկալի վարքագիծ։ Եվ մեր վերապատրաստումների շարքի ընթացքում մենք տալիս ենք հստակ գործիքակազմ, հստակ քայլեր ենք առաջարկում մանկավարժներին, որ իրանք իմանան տարբեր իրավիճակներում ինչ աշխատանք տանեն։ 10-ից ավելի մասնագետներ, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, հոգեբան, թերապիստ եւ այլն թիմային աշխատանք են տանում նախակրթարաններում ու դպրոցներում։ Նրանց բոլորի վերապատրաստումն ու ուսուցումը կազմակերպում է Շիրակի տմակը, բայց առայժմ բոլոր ուսումնական հաստատություններին չէ, որ հնարավոր է լինում մասնագետներով ապահովել։ Խիստ մասնագիտական կադրերի խնդիր կա։ Մենք այսօր ունենք էրգոթերապիստ, որի պահանջը շատ է, էրգոթերապիստ որպես Շիրակի մարզում դժվարություններ ունեցող երեխաների թիվը, որոնք ունեն էրգոթերապիստի կարիք, տմակներ ունի էրգոթերապիստի կարիք։ Կարիքը կա, բայց մասնագետներ ցավոք շատ չունենք նեղ մասնագետներ, օրինակ սուրդո մանկավարժներ, տիֆլո մանկավարժներ ունենք, բայց բնականաբար ավելի քիչ են։ Մասնագետների պահանջը մեծանում է համընդհանուր ներառականությանն անցնելու պատճառով, իսկ ցուցանիշներն էլ նոր պատկեր են արձանագրում։ Աուտիզմ ունեցողների թիվը Հայաստանում եւս աճել է եւ թվերը բացատրվում է նրանով, որ հիմա վաղ տարիքից դրա հայտնաբերման ու բացահայտման գործիքներն են զարգացել։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այսքան այն ժամի համար հետևեք նորությունների ժամը 20-ին։